Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այսօր, ինչպես եւ ամեն շաբաթ, ես ունեմ երկու պայմանավորվածություն, երկու տարբեր համարձակ մարդկանց հետ, ովքեր ուզում են իրենց մտերիմների նյարդերի հաշվին ինձանից, իմ գրպանից, իմ հոգուց տանել Technolife խանութսրահի կողմից տրված այս 50,000 դրամանոց նվերքարտը եւ Կիրակի AM կայքի կողմից տրամադրված այս փոքրիկ նվերը։ Իսկ մենք այդ մարդկանց մտերիմների նյարդերի հաշվին կանցկացնենք հերթական, զվարճալի եւ ուրախ փաթորյա երեկոն։ Իսկ այժմ ես ձեզ ուզում եմ ներկայացնեմ մեր այսօրվա առաջին մասնակիցին։ Ողջույն Գոհար։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ո՞նց հայտնվեցիք մեր ծրագրում, կասեք։ Ես եկել եմ Ռուսաստանից։ Որ քաղաքից։ Նովորոսիլսկից։ Նովորոսիլսկ։ Այո, դիտել եմ հաղորդումը եւ որոշեցի մասնակցել ես հաղորդմանը։ Լավ, տեսնում եք ինչ լավ է Հայաստանում, Նովորոսիլսկում կա սենց հաղորդում, որի շնորհիվ դուք կարող եք վաստակել Technolife խանութի կողմից տրված 50,000 դրամանոց նվերքարտ կամ մանավանդ Կիրակի AM սայթի կողմից տրամադրված այս փոքրիկ նվերը, չկա, չէ՞։ Ոչ։ Լավ, այսինքն մեկ օգուտ է տալի Հայաստան այցելելը։ Իսկ ում եք փորձելու, կասեք, ում նյարդերի հետ ենք խաղալու։ Քույրիկից։ Ինչ քույրիկ, հարազատ։ Ոչ, քերս աղջիկան։ Քերուտ աղջիկը։ Լավ։ Իսկ ամուսնացած եք քերուտ աղջիկ։ Ոչ։ 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 Ես հենց նոր մի հատ հետաքրքիր բան մտածեցի եւ հետո արդեն քեզ կառաջարկեմ եւ այդպես կանենք։ Լավ, համաձայն ես։ Բայց մի քանի բան ես ունեմ քեզ ասելու։ Դու քանի որ հյուր ես այսօր մեզ մոտ ոչ միայն հաղորդման շրջանակներում, այլ նաեւ Հայաստանում, ես ուզում եմ քեզ զգուշացնել մի քանի բան։ Պետք է լսես իմ հրահանգները ականջակալի միջոցով եւ բոլորը պարտադիր կատարես։ Քույրիկը չպետք է իմանա մեր պայմանավորվածության մասին։ Հասկանում ես։ Այո, հասկանում եմ։ Չես ասելու, չէ՞ իրա ոչ մի։ Ոչ։ Եթե ես ամեն ինչը զգամ, ես ցավոք սրտի կդադարեմ, կառնեմ ձեր հետադարձ տոմսը դեպի Նովորոսիլսկ եւ ձեզ կգանք բոլորովս միասին մեր անձնակազմով ճանապարհելու։ Իսկ եթե ամեն ինչին համաձայն ես, արի պայմանավորվենք, որ հենց հիմա սկսում ենք։ Տանցեք։ Քույրիկս է։ Հետո այլ ինչ է։ Կոֆես։ Նա կմտնեք որ խնդրեմ։ Ժամանակը գնաց։ Մի հատ կոֆե եկ։ Հետո պատմի։ Ոնց ամենը։ Լավրիկին էլ այլ եք ճանաչում։ Ինքն էլ գիտի։ Ոնց ամենը տանցում։ Нормально, все хорошо. Скучаю, да, по мне? Потом еще եղանակները ոնց է։ Լավ է, բաժանում։ Տակա, մի քանի օր առաջ խոսում էի, ասեցին որ անցրողներ ա։ Չէ, երեկոյը լավ է։ Հա, լավ է մենու։ Իրան էլ եմ միշտ պատմում, ասում եմ դե հայությունը շատ են։ Գոհար ջան, եթե ինձ լսում ես, գլխով արա մի հատ։ Եթե ինձ լսում ես, գլխով արա, այդ է ինձ։ Նա հայկական ստանալսն է։ Էլ է դառնս խմոնդու։ Նորմալ։ Հետո բացվակ մեր մոտ վերջի խանութի բացում են, սուպերմարկետ են բացում, լենտայի կող են ինչ-որ են մասերը, բացվել արդեն։ Չել է, չի բացվել, չել է, ու եթե շատ ձգելով սխում ապշետ կա բացել։ Քրոջը տասա, որ քո նկարնել է այս տղային ցույց ես տվել ու դու իրա դուր եկել ես։ Ասա, որ այս տղային նկարները ցույց ես տվել ու ինքը քեզ հավանել է։ Իրա նկարները, քրոջդ նկարները։ Հիշում ես իմ քրոջի ես նկարները քեզ ցույց է տալի, հավանել էի շատ։ Հədə որ տեսնելային չէի ճանաչի, բայց Շատ էր քեզ հավանել։ Դե գիտի ես ինչ ձևի եմ։ Ասաց որ ես ինչ ոնց քուլտան է։ Աղջիկ էր մանգալի։ Ասեցի քուրիկս է։ Քանի տարեկան է տաս քրոջս։ 17։ Տղային հարցրա կամուսնանաս քրոջս հետ։ Ամուսնանալի քրոջս։ Լավ։ մնաց մենակ դասերակցություն։ Եթե իմ դասերակցությունը լավ է, բնականաբար քրոջս է լավ։ Հետո ինքը սովորում է, մենք էլ եկել ենք սովորում, ինքը տարի դրանից մեծ է։ Մեծ է, չէ՞։
21 տարեկան եմ։ Չքան տարի։ Չող ոչ ասեմ։ 21 տարեկան եմ։ Քրոջդ համոզի, թող գնա տղայի հետ ու քո հեռախոսով իրանց նկարի։ 20 տարեկան։ Հետո շմեջ քան գժություն էինք անում։ Քրոջդ համոզի, թող գնա տղայի մոտ ու նկարի քո հեռախոսով։ Արի մատ նկարենք, էլ մատ կնեն դրել էլի նկարեմ, դու էլ մեզ կնկարես։ Գնա նկարեմ։ Սիրեցի ոչ պամիտ են էլի, ես որ եկել եմ, կհիշենք։ Հանի ման, շոք հոմեն, հանի ոգել։ Ինչ անես։ Ոնց ենք եկալու։ Ոնց ենք եկալու, թող նստի կողը, մի չենքով գնա, սիրուն նկարեմ։ Նա պահի։ Ասա հետո կգցեմ Facebook ձեր երկուսի անունով առանձին էջ կբացեմ։ Ասա ես գցել եմ Facebook, ձեր երկուսի անունով բացեմ։ Հայ ինչ կա դրա մեջ։ Շատ սիրուն նկարեցի, նա պահից է։ Դա բայց սիրուն չեմ հելնում է, ախր։ Չէ լավ եմ չբանանեմ, մոտ նկարեմ։ Հետո այն ինչ կպատմես մեր մոտից, լավան ոնց է, սաղուն գրում է։ Մենակ ամենացին առանց մեզի եմ։ Հիմա վաբշե սրտը կայնվա, չէ երևի։ Տղային ասա, որ իմանաս քուրս ամուսնացած բաժանվածը կամուսնանաս հետո։ Լավնա դուր գալիս է քուրիկս։ Որ իմանայր ամուսնացած բաժանվածը կամուսնանայր հետո։ Ասա իսկ որ իմանայր սեղանատամը ոսկուց է կամուսնանայր հետո։ Իսկ որ դեպքում ասենք տենսնել, իսկ որ սեղանատամը ոսկուց լիներ, ոսկի դու շատ ես սիրում։ Կամուսնանայր։ Հետո ինչ կա չկա, ինչ կասես։ Մեր մոտ լավ չի ամառները կամերը։ Բա երբ ես ուզում գնաս, կարող այլ արեք գնաս։ Երբ ես գնում։ Չարք շատ։ Դե հա։ Ասա մի հատ կոշիկ եմ տեսել, շատ թանկ է։ Փող կտաս մի հատ ինձ առնեմ մի հատ քրոջս։ Լսի, ես վերել խանութը որ սպասում էի, օրած վերնոր օրածին, ես վերել խանութը կոշիկ եմ տեսել վերջնա։ Կտաս փող ես քուրս արվին, Ռուսաստանից ես եկել։ Հա դե որ Ռուսաստանից ես եկել, մրը փողով կլինես էլի։ Կարնես ինձ քրոջս։ Հա? Ոչ շատ թանկ է։ 25,000 դրամ։ Տղոս ինքը հարսանիքի է գնալու, իրան կոշիկա պետք։ Քրոջդ հարցրա, իսկ ես տղան դուր գալիս է։ Բա, հեսա ոչի, որ դուզ գանք, մանգալով կբարձրանք։ Քրոջդ հարցրա, իսկ իրան դուր գալիս է տղան։ Լավ է, հա, շատ պասը։ Էլ եմ դուրդ եկա, ներգևորը։ Աջելի է, չէ։ Ասան դու միշտ ասում էիր հարուստ տղա ես ուզում, հենա կպցրել եմ։ Գիտես չէ, նույնի բաշխի ինչ ձև են, միշտ քուրս էլ ասում տենց տենց, ասում ես միշտ ուզում եմ հարուստ տղ։ Ասում Երևանը ոնց որ դի բան եղած լինի բոլորի մոտ։ Բայց դե երևի ճիշտ է տենց մտածում։ Ասա հենա, դիմացինդ հարուստ է, կակրաս իրան ուզի։ Դե Առաջինը որ լավ անկեղծ լինի, երկրորդը հարուստ, իհարկե։ Գիտես չէ, են ինչ հարց է։ Մեր իմ պապայիս ընկերոջ տղն է Սլավիկ ձեի։ Մենք շատ մոտ ենք էլ իրար հետ։ Ասա ամոթա թե չեք ասեի փորի պրեսն է ցույց կտար, ահա որ փորի պրես ունի։ Գիտես չէ, հարուստ է, չէ, ամեն սպորտի բարել է ինքը գնացել։ Պարապել ես չէ կդնա ժորգան, մենց լավ փորի պրես անում, ամոթ չլներ մի հատ կասի էստեղ։ Դամաս նստին հարա։ Ցույց չէր տա, չէ, որ նա ափսոս բաները չկան են խարիները։ Թե չէ էլ են ցույց կտար, ինքն էլ տեղ ունի էլի լավ։ Լավ։ Ասա շատ եմ ուզում, որ իրար հետ ամուսնանաք։ Երեխա գիտեք ինչ եմ ուզում ես։ Ինչ ակել եմ ստե, ասեմ, ուզում մի հատ լավ քեֆի գնամ, ինչ որ մի լավ բանի։ Տրված էր հարսանիքը լինի, որ 20 տարեկան ես եկել ես աղջիկը։ Ստեմ փնտրելու, ման գալու։ Երեխա շատ եմ ուզում։ Անսպասելի գորա գորկա։ Ես բան եմ գորալը, գորկա։ Լավ կլինի երեխա։ Գյուր ասեմ, չէ՞ քեզ դե դու ամուսնանալ, ստից ես աղջիկ տանելու։ Գիտես, իմ աղբերն են, իր այդ ազատ, շատ լավ է, էլ շատ լավ տղա է։ Շատ։ Եկել է այստեղ իրան աղջիկ փնտրելու, որ իմացավ ընկի քրսել եմ գասում, ոյս ինչ լավ է։
Ասա քուրս մի հատ պրոբլեմ ունի, շաբաթը մեկ է լողանում։ Շատ լավ տղա է, բայց շաբաթը մեկ է լողանում։ Ոսմ ալերգիա ունեմ լողանալուց։ Հալուր չեմ ասում, չես հավատում, որ գնում էինք բան, չէ, ասենք, որ ասում խիծով չես գնում, ասենք ծովախյա երկրում եք, չէ, ասում է շաբաթը մեկ եմ լողանում, տուններ եմ շաբաթը մեկ լողանում։ Ասա հետա սազում է, քուրս էլ 2 շաբաթը մեկ է լողանում։ Вообще конечно։ Այդ ասած մենք քուրսները 2 շաբաթը մեկ է լողանում։ Լավ, կյանքս մի կատակի չես դեմանում։ Այն չկա, լավ։ Բայց Գեորգի պահով կատակ չարեցին։ Ոչ եմ ասում, ինչ ալերգիա ունի։ Բայց դե բան չի ասում, հարստան, կդուշվի կացնա։ Ասա մի հատ էլ անեց սիրուն տատու ունի վրան, թիթեր, պրոստա ամոթ է, չեմ կարող ասեմ ցույց տա։ Գեորգ տատու ցույց չես տա, նա մեզ թիթերը արել։ Մեջքի, պրոստա ապսս ամոթ է սխան։ Դա չեք ասեն ցույց կտայի։ Շատ սիրուն էլ է տատու։ Ունավոր տատու։ Սիրում ես տատու։ Նրանք ես շատ եմ սիրում տատուներ։ Բայց չեմ ընդունում, որ աղջիկը վրա տատու եմ տեսնում։ Սիրում ես։ Հետա։ Գևորը լավ ծանոթ ունի մեր մոտ։ Ասա եկեք տեղերով փոխվենք, դու գնա տղայի տեղը նստի, տղան թողա քո տեղը նստի։ Անայդ կասին կզանգենք, բայց դե ասը կասին։ Ինչ ո՞ր։ Որտե ողջը մենակ է մնացել, մոլորվել է։ Գևորը նա դու ինձ սիրում կնկարես, որ ես տեն նստեմ։ Այդտեղ շատ սիրում, բայց հա կնկարես։ Հա։ Տարախուս։ Սենց թեման կանես կնկարես, հա։ Ինչ ոնց է։ Ոյ չես մանում։ Yeah. Հարուստա, բայց iPhone չունի, գիտես, չէ։ Սաղը լավայիտ գորում ենք, ասում ենք, iPhone առած։ Այդ շատ սիրում նկարվել։ Կարի։ Մերսի։ Ասա խեք իրարից հեռու նստե, մի քիչ մոտիկ նստեք իրար։ Եկան երոնս դա ոնց որ սաղ ջոլ լինի։ Լավ էլ ասի, չէ, իմ ախպետը թողվել է, լավ կամստել։ Այ գևո չեմ ասում։ Շմոտիկ նստեք։ Նստած ենք։ Ես ու կես հանգարում։ Հետո այն ինչ կպատմես մեր մոտ, ունենց եմ կարոտեմ մեր Ռուսաստանը։ Դե ես եկենք։ Ասա արի մի հատ մեր սիրած երգը երգենք ու մի հատ ռուսական երգ երգենք։ Արի մեր միստրած երգ, հայ երգենք։ Հիշում ես որ երգը։ Պրախոյդետնի։ Երգենք։ Սկսի, սկսի, սկսի։ Դեսնի, պրադիտայют գադա։ Լավ ձնշեմ, բայց երգել եմ։ Շատ ասում են գիտես։ Высыхают океаны, океаны. Давай, Гев, Ардор Шамеки. Շամեկի։ Չէ, դու ավելի լավ ես։ Չէ, ո՞րս եմ լավ երկում, ձեր չնո բայց երկում է։ Էլ է դու շարունակի, լավ։ Էլ է դու ասում ես, որ դու լավ ես երկում, դու լավ ձեն ունես։ Չես երկում։ Ասա կթողես Էլեն մի հատ Գևորը թուշը թամփուրի։ Լավ է։ Լավ Գևոր, մի հատ քոջս շնորհակալի։ Էլ լավ է։ Էլ քույրս շնորհակալի։ Ինքն լավ դեր է, բայց այ չի եկել։ Էլ լավ դեր է։ Գայրից երկար ժամանակակեզ ասես, քույրիկը տա, Այո։ հիմա ունակ շատ ես ջղայնացած քույրիկիդ վրա, անկեղծ ասա ես, Չէ, ուրախ ես, չէ, ուրախ չեմ, բայց իսկ ինչի ուրախ չես, իսկ ինչի ուրախ չես կասես, բայց ես մի բան գիտեի։ ինչ գիտես, Ես ասում էի, որ դու իմ գլխին սարքում ես։ Շատ եմ գլխի սարքին որ ասում եմ։ Էլեն ջան, ուրեմն ասես մի բան ես քեզ ասեմ, դու այսօր շատ բարի գործ ես արել, դες մարդը Ռուսաստանից եկել է, չէ՞, ընդհանրապես սաղ ասում են Ռուսաստանից են Հայաստան բան բերում, սուտ է, հիմա Ռուսաստանից եկել է Նովորոսիսկ, Գորոդ Գերոյ Նավառոսիսկից եկել հասել է մեզ մոտ Երևան եւ քո օգնությամբ դու իրան այսօր օգնեցիր, որ նա ստանա 50,000 դրամանոց նվերքար Technolife խանութսրահից
տեսնես, որ այս կայքում կարելի է գտնել բազմազան եւ բազմատեսակ բնակարաններ եւ անշարժ գույք եւ ամենակարևորը գտնես աշխատանք։ Կան շատ հետաքրքիր հայտարարություններ։ Սա էլ քեզ։ Մերսի, շատ-շատ։ Իսկ հիմա ես քեզ մի բան ասեմ, մի տես տխուր դեմ կընդունի, հուզվում եմ, լավ էլի, Էլեն, աչքերիս մեջ նայի։ Հիմա բայց մի հատ անկեղծ մի հատ հարց տամ, դուրդ եկել էր։ Դուրը ճիշտ ասեմ, չէ։ Չէ, եկե, քույրիկի խաթերը իր ասում դուրս գալիս է։ Հա։ Կարող է տենց էլ քույրիկի խաթերը ամուսնանայի հայտարարակրնի։ Չէ, Չի ամուսնա։ Լավ, ես ամենայն դեպս չեմ ուզի հիմա ձեզ խանգարեմ, շփվեք, չնայած իրանք ընդհանուր ոչ մի բան չունեն շփվելու, որովհետև ես վստահ եմ Գևորգ Նավարասիս չի եղել կյանքում, բայց որի ապրես, այդպես գալով Ռուսաստանից եկար եւ դու թալանեցիք ինձ հիմայից։ Նորմալ է։ Ես պատրաստ եմ։ Ձեզ էլ բարի ժամանց, լավ եղեք, հա։ Հետո դուք դուրս կգաք, քույրիկի ձեր հարցերը կլուծեք։ Ես կտեղեմ։ Ձեզ շատ շնորհակալություն։ Հաջողություն։ Մերսի, շատ շնորհակալություն, հաջողություն։ Դե ինչ ներկայացնեմ մեր ծրագրի երկրորդ մասնակցին, ողջույն Երեմ, ինչպես ես։ Լավ, շնորհակալություն։ Երեմ ջան, ով է այն մարդը, ում ներվերի հետ դու ուզում ես խաղալ, իդեպ մենակ դու չէ, մենք էլ ենք ուզում նրա ներվերի հետ խաղալ։ Դա անկերս են, հա։ Անկերդ է, անունը Գուրան։ Երեմն ու Գուրանը, այսինքն Գուրանասարը եւ Բարդասարը, ինչ-որ յուրատու։ Իսկ մի այսպիսի հարց, դու ինձ պատմում էիր ծրագրից առաջ, որ դու պետք է գնաս քաստինգի ինչ-որ ֆիլմի համար, ճիշտ է։ Իսկ ընկերոջդ հետը տանում ես, որովհետև ինքը փորձառու է։ Ինքը փորձառու է, գովազդներում կինոներ նկարվել է։ Ահա։ Դրա համար ուզում ես տես փորձել։ Այդպես նմանատիպ ինչ-որ մի բան ձեր օգնությամբ։ Լավ։ Իսկ մի բան էլ, Երեմ ջան, դու վստահ ես նրա նյարդերի վրա։ Ինքը մի քիչ ամուրնի արդյոք ունի, բայց վստահ եմ, որ կարող եմ արդյոք։ Լավ, այդ դեպքում ես քեզ ուզում եմ ուղղակի զգուշացնել մեր ծրագրի կանոնների մասին, հա։ Ամեն ինչը կատարելու դեպքում դու կստանաս մեզանից Techno Live խանութ սրահի կողմից տրված այս 50,000 դրամանոց նվեր քարտը եւ Կիրակի EM կայքի կողմից տրամադրված այս փոքրիկ նվերը։ Բայց պետք է անես հետեւյալ բաները։ Դու ունենալու ես ականջակալ, դու լսելու ես ամեն ինչ, ինչ որ ես քեզ ասելու եմ, եւ պարտավոր ես ամեն ինչ անել։ Համաձայն ես։ Քո ընկերը Գուրամը չպետք է իմանա մեր պայմանավորվածության մասին, որովհետև դա հիմա տղա ենք, չի պետք է ասենք, չէ, ճիշտ է։ Դե այդ դեպքում արի պայմանավորվենք, որ հենց հիմա սկսում ենք։ Ֆիլմերում նկարահանվում են։ Փորձում եմ արվեստական ֆիլմերում, այո, քիչ, բայց ում։ Մի քանի պրոյեկտերում ինչ որտեղ է։ Ժամանակը գնաց։ Ֆիլմերը, սերիալները, հաղորդումները։ Օրինակ սերիալներում, ֆիլմերում իրանք եղել են էպիզոդիկ կերպարներ, բայց ամեն դեպքում փորձը մի քիչ կա։ Ու ոնց է գտնում, դա ձեր համար է թե։ Հա։ Միանշանակ առանց կասկած։ Նկարներն է պետք է լինելու ձեր ֆլեշով տոկան պայմանը։ Երեմ ջան, եթե ինձ լսում ես, ձախ ձեռդ բարձրացրու վերև։ Նաև փորձեր ալու։ Վերև բարձրացրու։ Որից հետո կորոշա։ Չէ, վերև, նորմալ վերև բարձրացրու։ Ահա, շատ լավ է։ Ասեք, բարձ չի ինչ որ բան։ Պարզ է։ Իսկ երբ պետք է վերեմ, երբ կարող եմ վերել։ Երբ ձեզ հարմար ձեր է։ աշխատանքային ժամերը ասեք։ Մինչև 5-ը աշխատում ենք, երբ հարմար է կարող եք բերել դրանց։ Ասա ձեր մոտ ծխել կարելի, հա։ Հազարներ ծխել կարող եմ։ Չէ։ Դրսում կարող եք ծխել, եթե դա շատ շտապ։ Ասա դե մի սիգարետ ուր վերջում դուսը ծխեմ։ Նա սիգարետը պես որ վերջին ծխում դուրս։ Իհարկե դուրս գալուց կհարցում եք մի հատ կտամ։ Ասա թո մի քիչ պատմի ընդհանուր։ Իսկ մի քիչ կպատմեք ընդհանուր ձեր ընդհանրապես կազմակերպությունից, ձեր գործունեությունից։ Դե ինձ թվում է արդեն որ եկել եք երևի ինչ-որ շապով տեղյակ եք, հիմնականում կաստինգներով են զբաղվում, որոնք որ սերիալների, ֆիլմերի, մոդելային ցուցադրությունների համար։ Իսկ մոդելային ցուցադրություններին կարող եմ մասնակցել։ Դա արդեն կախված կլինի ձեր բոյից եւ նաեւ ինչպես դուք կվարվեք, կկարողանաք արդյոք դեֆիլեի հարցում։ Ասա, իսկ սիրուն աղջիկներ կան, կարաս ինձ Սիրուն աղջիկներ կան, չէ՞, կարող եք, չէ՞, ցանկացնել։ Չէ, չեմ կարող։ Եթե դուք դրա համար եք եկել, դուք սխալ հասցրել եք։ Դրա համար չէ, բայց ցանկալի Ցանկալի է, գիտեք, ինձ թվում է ձեր հարցադրումները արդեն սկսում են նյարդայնացնել, եթե դուք եկել եք այստեղ, որ փորձենք մենք իրար հետ համագործակցենք, ես դες արդեն ասեցի կարգը։ Դե ցանկալի Բայց եթե դուք ունեք դե աղջիկների մասնակցության համար գնացեք ստրիպտիզ կլուբեր, երևի թե այնտեղ ավելի հեշտ կլինի։
Ասա, եթե դուք ինձ չընտրեք, ես ինձ վնաս կտամ ու վերջում թղթի վրա կգրեմ, որ դուք եք մեղավոր ամեն ինչում։ Նա ուրիշ խնդիր կա այստեղ, այնց ես կոնկրետ շատ եմ ուզում մասնակցեմ ձեր մոտ։ Իսկ եթե դուք ինձ այդ հնարավորությունը չտաք, ես անպայման այնց թղթի վրա կգրեմ, Որ ինչ։ դուք չեք ընտրել, իսկ ես ինձ վնաս կտամ։ Ինձ թվում է ձերս կազմակերպությունը Շատ մարդ դրանից երևի վատ կզգա, հա։ Դե դուք ինձ թվում է հաստատ։ Իսկ դուք գիտեք, որ շանտաժը քրեորեն պատժվող հանցագործություն է։ Ինձ վնաս տալուց հետո դժվար մտածում եմ։ Դե, ասենց ասեմ, դա ձեր ցանկությունն է, ես չեմ փորձի ձեզ կանգնեցնել, բայց իմացված եղեք, որ դա քրեորեն պատժվող հանցագործություն է։ Ասա, իսկ վաղը նկարանում չկա, ես մի քիչ վռազ եմ։ Նաև ես մի քիչ վրազ եմ ճիշտ ասած, ինձ վաղը համար նկարում եմ։ Վաղվա համար հնարավոր է եւ ունենանք, բայց դուք դեռ պետք է գրանցվեք, որից հետո կորոշենք, պետք է ձեզ ընտրեն դրա համար։ Ասա, իսկ եթե չլինի կարող ես 10,000 դրամ փող տակ, հետո կաշխատեմ հետ կտամ։ Նաև իսկ որ չլինի կարող եք, ինձ մի 10-15,000 փող տակ, ես ընթացքում կաշխատեմ կտամ։ Իսկ ձեզ թվում է բանկ ունենք հիմա։ Դե թեկուս տոկոսով եք այնց ուղղակի Ես ոնց հասկացա, ես լրիվ քրեական օրենսգիրքը պետք է այսօր բացատրեմ։ Դա կոչվում է վաշխառություն, որը էլի քրեորեն պատժվող հանցագործություն։ Իսկ մենք քիչ ավելի լուրջ մոտենանք հարցին, ու եթե եկել եք կոնկրետ նկարանվելու, խոսենք նկարանումից։ Եթե չէ, ըստ ումա մեր մոտ ասեն ավարտված ամեն ինչ։ Մի քիչ ֆինանսական խնդիր կա, իսկ ոնց նկատում եք ֆինանսական խնդիրը լուծելու համար աշխատել է պետք։ Դա եկել եմ Հիմնականում մենք կադրային կենտրոն չենք։ Երեմ, ասա, իսկ էրոտիկ ֆիլմեր չեք նկարում կամ նայեմ ուղղակի։ Լավ, գոնե էրոտիկ ֆիլմեր բան տես նկարում եք։ Ասա, կամ նայեմ։ Գամ նայեմ տես։ Ես դες կարող մենակ մի բան ասեմ, իրոք սխալ հասցեով եք եկել։ Ձեզ ինչ-որ մի շրջանակ է հետաքրքրում, հա, այդ շրջանակը երևի թե նորից եմ ասում, դուք գիշերային ակումբներում փնտրեք։ Դուք սխալ եք։ Ինձ թվում է մենք էլ իրար խոսելու բանջար ենք։ Պետության մասին ուրիշ բաներ են։ Ինչ են ասում։ Ասում են էրոտիկ ֆիլմեր, աղջիկներ, բան, այնտեղ ամեն ինչ շատ է, այնց դաժե փոլ են տալու տոկոսով, դաժե տենց է։ Դրա համար տենց ես դիմացի, ասի ամեն ընթացքում կաշխատեմ էլի ձեր մոտ։ Ուրիշ էլ ինչ ասում, հաճելա կողքից լսեմ, էլի ինչ են ուրիշ էլ ասում։ Ասա, իսկ դերեր կա, որ կարամ ինչ-որ մեկի հետ համբուրվեմ, դա իմ ամենամեծ երազանքն է։ Չէ, դուք չվերջացրեցիք, կասեք, ինչ են ուրիշ ասում մեր կազմակերպ։ Ինձ հետաքրքիր է կողքից լսել այն, ինչը որ չկա Դե իրականում։ ամեն մեկը կարա մի բան ասի, բայց ինձի տենց հիմա ուրիշ։ Հա, բայց որ գիտեք, որ ամեն մեկը կարա մի բան ասի, ինչ է գալի այդ ասածը Դե փաթաթում։ հիմնականում մեծամասն այդ բանն է, որ Շատ այդքան բոլոր ասողներին հրավիրեք ստեղ։ այդքան ստեղ երևի տեղ չան ինձ։ Դե ոչինչ, ես կկազմակերպեմ։ Պետքա խնդրենք ստադիոնը կվարձակալենք, թող գան այնտեղ։ Ու այդ նույն բանը թող կրկնեն, իսկ եթե չէ, ինձ թվում է մի քիչ ես արդեն սկսեմ տոնս փոխել, որովհետև վիրավորում է։ Ասա, իսկ համբուրվելու դերեր լինում է կամ համբուրվեն։ Լավ, այդ թեման շրջանից ենք, տենց ինձ ուրիշ հարցել է հետաքրքրում։ Կինոներում համբուրվելու տեսարաններ, տենց Էլի գնում ենք ուղիղ գիշերային ակումբ։ Ափսոս ես գիշերային ակումբ ինքս չունեմ, թե դուք երևի թե կլինեիք ամենալավ մեր կլիենտը այնտեղ, էլի, որ ամեն օր, ամեն ժամ այնտեղ կլինեք, որ մտածելակերպից ելնելով, ես դա մենակ դա եմ նկատում։ Ասա, ձեր անունը ոնց է։ Ձեր անունը ոնց է։ Կարևոր է։ Հետաքրքիր է։ Ինչ բան է հետաքրքիր։ Ես այս բոլոր հարցերին պատասխանեցի, կարծում եմ արդեն համբերությունս հատում է։ Չէ, ասա, ձեր անունը ոնց է, մատը։ Կարգը ձեզ բացատրեց։ Ստիպի։ Լավ, հիմա ես քեզ ոնց դիմեմ։ Ինքնից անուն տա հետաքրքիր, ինձ թվում է անունով երևի դիմել է ավելի Աշոտ կարող ես դիմել։ Աշոտ։ Շատ հաճելի։ Երեմ ջան, ասա դիմացինիդ, որ ինքը քեզ դուր է գալի։ Որովհետև անիմաստ է, կարծում եմ նույն հարցի շուրջ հասած պտտվում է։ Երեմ, ասա, որ ինքը քեզ դուր է գալի։ Չէ։ Երեմ, մի հատ էլ եմ զգուշացնում, ասա, որ ինքը քեզ դուր է գալի։ Ժամանակս ափսոս է, էլի։ Չես ասելու, Երեմ։ Դու մարդուն բացատրի, որ տակտն էլ իր չափ ունի,
այստեղ գտնվել։ Անկեղծ ասած, ես երևի մեր խոսակցության 30%-ից հետո արդեն ուզում եի փախնես։ Այս թվում է դու նույնիսկ չես լսել մնացած 70%-ը ինքը ինչեր է խոսացել, որովհետև դու այդ ամբողջ ընթացքում մտածում ես հիմա լավ վերջում ոնց եմ նայելու այս մարդու Ցավոք լսել եմ։ Ցավոք լսել եմ։ Լավ, Երեմ ջան, քեզ շնորհակալություն։ Ուրան ջան, քեզ շնորհակալություն։ Աշոտ, քեզ շնորհակալություն։ Իմջալուց շնորհակալություն այդենք Աշոտին, որ մեզ թույլատրեց այսօր այստեղ ինձ միտում կաստինգում անել նկարանումը։ Դուք հասկացար ինչից հրաժարվեցիք։ Ես որ իմանա կյանցել եք ռոպեն ու տեսնենք գծեք։ Լուրջ։ Այսինքն դու գիտես դեռ մի 2 օր ժամանակ ունես, հա։ Շատ է շեյ պատվի։ Իսկ ես շատ ուրախ եմ Երեմ իրականում, որովհետև այս ամեն ինչը մնաց ում ձեզ ինձ։ Հաջողություն քեզ, լավ եղի մյուս անգամ եթե մի բան պայմանավորվում ես, իսկ մենք իրար հետ պայմանավորվեցինք, որ դու պետք է տասով իմանաս ու ամեն ինչ անես։ Փորձի միջև վերջ անել, լավ։ Հաջողություն քեզ։ Աշջան, հաջողություն։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը։ Մեր հաղորդման մասնակից կարող եք դառնալ նաև դուք։ Եթե զանգարեք մեզ տվյալ հեռախոսահամարով, գտնեք մեզ Facebook-յան մեր էջում եւ գրեք ձեր նամակները մեր էլեկտրոնային հասցեին։ Դե արի պայմանավորվենք, որ հանդիպում ենք հաջորդ ուրբաթ նույն ժամին։